Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ուրախ եմ, որ կրկին միասին ենք։ Այսօր պատրաստելու ենք շատ շքեղ եւ անչափ համեղ ամառային ելակով տորտ։ Առաջին հայացքից բարդ թվացող տորտ, որը պատրաստվում է շատ հեշտ եւ արագ։ Սիրով կպատրաստեմ եւ կկիսվեմ ձեզ հետ իմ պատրաստման եղանակով եւ նրբություններով։ Դե ինչ սկսեցինք պատրաստելը։ Առաջին հերթին կպատրաստենք բիսկվիտի շերտը։ Դրա համար վերցնում ենք 4 ձու, կոտրում ենք ամանի մեջ, ավելացնում ենք շաքարավազ, բաղադրիչների ընդհանուր քանակությունը ինչպես միշտ կգտնեք տեսանյութի ներքևում։ Ավելացնում ենք մի պտղունց աղ եւ սկսում ենք հարել։ Հարում ենք այնքան, մինչեւ զանգվածը փրփրի եւ շատանա։ Հարելու ընթացքում ավելացնում ենք նաեւ վանիլինը։ Ահա եւ վերջ, հարիչը իր գործն արեց, այսպիսի զանգված պետք է ստանանք, վերնում է ավելացնել ալյուրը, մաղով անցկացնում ենք ալյուրը եւ ներքևից վերև շարժումներով զգուշորեն խառնում։ Այս ընթացքում ջեռոցը չենք մոռանում միացնել եւ տաքացնել 170 աստիճան։ Խմորը տեղափոխում ենք ջեռոցի ամանի մեջ։ Ահա եւ վերջ, տեղափոխում ենք ջեռոց եւ թխում ենք մինչեւ ահա այսպիսի գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը։ 5-ից 10 րոպե թողնում ենք, որպեսզի բիսկվիտը հովանա եւ դուրս ենք բերում կաղապարից։ Ահա այսպիսի գեղեցիկ բիսկվիտ ենք ստացել, հեռացնում ենք նաեւ յուղաթուղթը եւ թողնում ենք, որ բիսկվիտը լավ սառի։ Մինչ այդ կպատրաստենք կրեմը։ Դրա համար առաջին հերթին ամանի մեջ լցնում ենք 1 սուրճի բաժակ ջուր եւ 1 լիքը ճաշի գդալ ժելատին։ Ես վերցրել եմ արագ ուռչող ժելատին։ Լավ խառնում ենք եւ դնում ենք մի կողմ։ Բլենդերի ամանի մեջ լցնում ենք թթվասերը։ Ավելացնում ենք կաթնաշոր, շաքարավազ եւ հալեցնում ենք ժելատինը։ Այս ամենը լավ խառնում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված։ Վերջ մեր կրեմային շերտը պատրաստ է։ Այժմ վերցնում ենք բիսկվիտը, դնում ենք կաղապարի մեջ։ Ես կդնեմ ահա այսպիսի թաղանթներ, որպեսզի մեր տորտը ավելի գեղեցիկ լինի։ Լավ ամրացնում ենք, որպեսզի կրեմի շերտը չհոսի ներքև, եւ լցնում ենք կրեմը։ Լցնելուց հետո տեղափոխում ենք սառնարան ամենակիչը 30 րոպեով, որպեսզի կրեմը պնդանա։ Իսկ այդ ընթացքում կպատրաստենք մեր վերջին շերտը։ Ահա վերցրել եմ ելակ, վերցրել եմ նաև ելակի դոնդող։ Դրա համար ամանի մեջ լցնում ենք 2 բաժակ եռացրած ջուր։ Եվ ավելացնում ենք դոնդողները անընդհատ խառնելով։ Լավ խառնելուց հետո կդնենք մի կողմ, քանի որ անհրաժեշտ է, որպեսզի այն ամբողջովին սառի։ Իսկ այդ ընթացքում կկտրատենք ելակը։ Եթե ինձ նման ունեք օգնական, կարող եք կանչել, որպեսզի ձեզ օգնի։ Ահա սիրելիներս, ինձ մոտ 30 րոպե անցել է, կրեմի շերտը ամբողջովին պնդացել է, կարող ենք շարել մեր ելակները։ Կարող եք ձևավորել ըստ ճաշակի։ Ահա եւ վերջ, ես շարեցի, վերջացրեցի, հիմա կլցնենք 1 շերտ դոնդողից եւ կտեղափոխենք սառնարան։ Շատ չի կարելի լցնել, քանի որ ելակները կբարձրանան վերև։
Տեղափոխում ենք սառնարան մինչև դոնդողի պնդանալը։ Քանի որ ես նկատեցի, որ մեր պատրաստի դոնդողը շատ թույլ է, իսկ մենք սիրում ենք դոնդողը որպեսզի լինի պինդ, դրա համար կրկնակի կավելացնեմ ժելատին։ Դրա համար 1 ճաշի գդալ ժելատինի վրա ավելացրել եմ 1 սուրճի բաժակ ջուր, թողել եմ որպեսզի այն ուռչի, որից հետո հալեցրել եմ։ Եվ ահա այսպես ավելացնում ենք մեր պատրաստի դոնդողի վրա, որպեսզի դոնդողը ավելի պինդ լինի։ Ավելացնում ենք նաև երկրորդ շերտը եւ նորից ուղարկում սառնարան, որպեսզի դոնդողը պնդանա։ Եվ վերջին երրորդ շերտը։ Երրորդ շերտը ավելացնելուց հետո այն անհրաժեշտ է թողել սառնարանում ամենակիչը 2 ժամ։ Երկու ժամ անց հանում ենք մեր գեղեցիկ տորթը սառնարանից եւ հանում կաղապարի միջից։ Եվ ահա սիրելիներս ստանում ենք այսպիսի շքեղություն, որը շատ զովացնող եւ համեղ տորթ է։ Խորտ կտամ պատրաստեք, քանի որ շատ հեշտ է եւ շատ համեղ։ Իսկ հիմա կկտրենք եւ կտեսնենք, թե ինչպիսին է իր տեսքը եւ կվայելենք։ Ահա տեսեք սիրելի հետևորդներ, ինչպիսի շքեղություն եւ համեղություն, խորտ կտամ պատրաստեք, իսկ եթե հավանեցիք իմ տեսանյութը սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաեւ զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը, իսկ այսօր էլ պատրաստելի այսքանը, շնորհակալություն հետևելու եւ ջերմ մեկնաբանություններ գրելու համար։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։